Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ վերջին խաղային օրը առաջինը միմյանց դեմ կմրցեն Manchester City-ն ու Chelsea-ն։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին, որից հետո կանադառնանք հանդիպման ու սկսենք Chelsea-ից։ Դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, Սմբատ Պողոսյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ռոման Գինոսյան համար 9, Ժիրայ Պապիկյան համար 10, նա նաև թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Գևորգյան համար 18, Տիգրան Ճուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99։ Մեկտարկած է հանդիպումը, ծանոթացնեմ նաև Manchester City-ի կազմը, դարպասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խղացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, նա նաև թիմի ավագն է, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Արտուր Ալավերդյան համար 44, սենց հիմա կարող էր այստեղ Պողոսյանը ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց գնդակը շեղությամբ ընթացավ եւ Նարեկ Սարգսյան համար 77 խաղարկում է արագ Manchester City-ն անկյունային Ալավերդյանն է գնդակով հետ փոխանցում դեպի Արաքելյան ու գրոյի անցնում City-ի մաչեզով Վարդան Վարդանյան տեսնեք այս գրոյը ինչ կտա Manchester City-ն հետ փոխանցում հետևեց բայց այստեղ չկարողացավ կասեցնել գնդակ Ալավերդյանն ու գնդակը բաժին ասավ Արաքելյանին կրկին Ալավերդյան Վարդանյանն է ստանում գնդակը դեպի կենտրոն Պողոսյանի ուղղությամբ, բայց այստեղ չհասկացան Պողոսյանն ու Ալավերդյանը միմյանց ու Չելսին դեթվում է առաջ Ալավերդյանը հերվից փորձեց այստեղ դառնալ գոլի հեղինակ Վլադիմիր Ալավերդյանը, բայց հարվածը շեղությամբ ստացվեց, քանի որ նկատել էր Մուրադյանի առաջ խաղացումը ու նորից City-ն սկսում է խորքից, այո թիմերը շատ լավ են մեկնարկել այս հանդիպումը, եկեք նաև ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, այստեղ խորքից փոխանցում հետևեց դեպի Սարգսյանը, բայց Նարբասապա Պողոսյանը առաջին արձագանքեց գնդակին, Արմեն Ասատրյան եւ այսպես մրցաշարային աղյուսակում պատկերը հետեւյալն է, այս պահին Վոտֆորդը 18 միավորով 6 անցկացած հանդիպումից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Նյուքասլն ու Յուվենտուսը ունեն 15-ական միավորներ եւ անց են կացել 5 հանդիպում, իսկ City-ն 4-րդն է այս պահին 12 միավորով 4 անցկացած հանդիպումից հետո City-ն զիջում է Watford-ին 6 միավոր, բայց 2 հանդիպում դեռ ունի անցկացնելու Watford-ին։ Համեմատ ու այդ խաղերը հաղթանակ տանելու դեպքում իհարկե City-ն կհավասարվի մրցաշարային աղյուսակի առաջատար Watford-ին։ Այս պահին այս 4 թիմերն են միայն որ 100%-անոց արդյունքով շարժվում են առաջ, իսկ Chelsea-ն այս պահին ունի իր ակտիվում 8 միավոր եւ 8-րդ հորիզոնականում է գտնվում մրցաշարային աղյուսակի 5 անցկացած հանդիպումից հետո, այնպես որ այսօր երկու թիմերն էլ միանշանակ պայքարում են իրենց հերթական 3 միավորը վաստակելու համար։ Խղացյանն է գնդակով Ալավերդյան դեպի Պողոսյանը փոխանցում հետևեց Նորից Խղացյան խաղարկում է Manchester City-ն հիմա պաշտպանությունում գնդակը Սարգսյան, այո City-ն օրեր առաջ նաև հանդիպում անցկացեց Վիլյարեալի դեմ Էդիտ լիգայի գավաթի կիսաեզափակիչի շրջանակներում, բայց այնտեղ պարտություն կրեց City-ն կիսաեզափակիչում 3 նկատով զիջելով մրցակցին հանդիպման վերջնամասում Վիլյարեալը կարողացավ 2 գնդակ հեղինակելու առավելությունը շրջել իր կողմում, հակառակ դեպքում կհետևել այդ խաղային 11 մետրանոց արվածաշար, բայց տեղին Սուզանավի ֆուտբոլիստները վերջնամասում ավելի ակտիվ եղան ու կարողացան առավելությունը շրջել իրենց կողմում, հիմա անկյունային արված է նշանակել մրցավարը Սարգսյանն է խաղարկում գնդակը Պողոսյանի հետ եւ այստեղ հասեցին գնդակը մրցակցին City-ի ֆուտբոլիստները, հարված կլինի Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից Ճուխաջյանն է այստեղ խաղարկում գնդակը շատ լավ փոխանցում հետևեց դեպի Ալավերդյանը, բայց Պողոսյանը այստեղ կենտրոնում վերահսկում էր իրավիճակը ու գնդակով կրկին Manchester City-ն է Խղացյան դեպի աջ փոխանցում կատարեց Արտաշես Արաքելյանն է այստեղ շարժվում առաջ Գաբրիելյան մեկը փորձեց հասցնել գնդակը Վարդանյանին, բայց ուժեղ ստացվեց Գաբրիելյանի կատարած փոխանցումը ու եսից տնետին
Սամբատ Պողոսյանը կատարեց ջեզային նետումը, բայց այստեղ Վլադիմիր Ալավերձյանն ինչը ասավ գնդակը հիմա քիչ էր մնում սխալվեին պաշտպանությունում City ֆուտբոլիստները, բայց հաջող գործեց դարպասապան Մուրադյանն ու կարողացավ փոխանցում կատարել Խլղացյանի ուղղությամբ։ Հիմա անցել է գրոյի ձախ եզրով City-ն, Սարգսյանն է այստեղ, Գաբրիելյան ու դեպի աջ փոխանցում հետևեց, այստեղ շատ հաջող փոխանցում տեսանք դեպի Արաքելյանը, Ալավերձյանն է ստացել գնդակը, նորից Արաքելյանին է հետ ուղարկում այն, բայց ուժեղ ստացվեց այստեղ Արտաշես Արաքելյանի կատարած փոխանցումը, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, ես իսկ նետեն Չելսիի ֆուտբոլիստները, Ասատրյան փոխանցում առաջ, այստեղ Արաքելյանն է առաջին արձագանքում գնդակին, բայց այն բաժին հասավ Արսեն Ասատրյանին, Հարությունյան այստեղ թիկունքից մոտեցավ Գաբրիելյանը նրան ու կարողացավ հաջող խմում կատարել, նետվում է առաջ Պողոսյանը գնդակով, Պողոսյան Ալավերձյան, նորից Պողոսյան վտանգավոր է, բայց այստեղ չհետևեց դեպի աջ փոխանցում ու Պողոսյանն էլ Սմբատ Պողոսյանի մասնախոսից գնդակը պայեց դաշտի սահմաններում, շատ լավ նկատեց այստեղ Պողոսյանը Պապիկյանի առաջ խաղացումը, բայց Խլղացյանը պաշտպանությունում էր ու շատ հաջող պաշտպանվեց, հիմա ինչ է տուգանային հարվածը նշանակել, այո, մրցավարը դարպասից դուրս է եկել դարպասապան Մուրադյանը ու իր տուգանային հրապարակից դուրս գործեց ձեռքով Եվ բավական վտանգավոր դիրքում Չելսին ստանում է ստանդարտի հնարավորություն Ալավերձյանն է գնդակի մոտ տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը Չելսիի ֆուտբոլիստները Կա մրցավարի սուլիչը Վլադիմիր Ալավերձյան պատրաստվում է իհարկե արված կատարելուն հարվածեց, բայց պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակ ու Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, ես կնետի Չելսին Պապիկյան ուղարկում է Արմեն Ասատրյանին, գնդակը ստանում նրանից պատասխան փոխանցումը մնաց գնդակով Ժիայի Պապիկյանը, բայց այստեղ թիկունքից Սարգսյանը թույլ չտվեց նրան Փոխանցում կատարել, հիմա էլ լրացված է գնդակը City տուգանային հրապարակից ու Չելսին սկսում է խորքից Պողոսյան Անաջող փոխանցում այստեղ հետևեց Նարեկ Սարգսյանն է գնդակով առաջ շարժվում Սարգսյան Գաբրիելյան նորից Սարգսյան վտանգավորը կա փոխանցում ու Վարդանյանը վրիպում է շատ նպաստավոր դիրքից հիմա ուներ իրատեսական շանս City-ն բացելու հանդիպան հաշիվը բայց Մի փոքր անաջող ստացվեց Վարդանյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո հանդիպումը գնալով էլ ավելի է հետաքրքրանում, մեծանում է հանդիպման ինտրիգը իհարկե Այդպես էլ պետք է լինի հանդիպան մնացած ժամանակահատվածում Արաքելյան այստեղ նորից հաջող գործեց, երկրորդ հարկում պայքարեցին Ալավերձյան եղբայրները հիմա էլ Պապիկյանը հարվածեց, բայց բարձր ստացվեց այստեղ Ժիրայ Պապիկյանի կատարած հարվածը, այո Վլադիմիր Ալավերձյանը եւ Արտուր Ալավերձյանը այսօր խաղադաշտում մրցակիցներ են, հարազատ եղբայրներ ու պատկերացնում եք ինչպիսի հետաքրքիր հանդիպումներ են ընթանում ԱՖԼ-ում ընդհանրապես Հիմա քիչ էր մնում նորից սխալվեր City-ն պաշտպանությունում, բայց հաջող կերպով կարողացան դուրս գալ ու դեպի ձախ փոխանցումը հետևում Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ հենց Սարգսյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Պողոսյան խորքից փոխանցում այստեղ Խլղացյանը նորից առաջին արձագանքեց գնդակին, հիմա էլ Հարությունյանն է մնում գնդակով կատարեց փոխանցում Արսեն Ասատրյանի ուղղությամբ դեպի Պապիկյանը հաջող էր փոխանցումը Արսեն Ասատրյան հարված ու հիմա էլ Չելսին հնարավորությունն է կորցնում, այո թիմերը փոխանակվեցին մեկական վտանգավոր սպառնալիքներով մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց երկու դեպքում էր թիմերի 11 համարները վրիպեցին շատ նպաստավոր դիրքերից Արաքելյան Ուղարկեց գնդակը Գաբրիելյանին, Ալավերձյան, Արտուր Ալավերձյանն է գնդակով, Մուրադյան, նորից Արաքելյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ
Պրեսինգ կար Պողոսյանի կողմից ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եզիսն հետում է Ասատրյանը Տիգրան Չուխաջյանի ուղղությամբ Պողոսյան Ժիայր Պապիկյան լավ փոխանցում կատարեց դեպի Ասատրյանը Պապիկյանը եւ այստեղ էլ Ալավերձյանը խախտեց խաղի կանոնները Խալղացյանի դեմ պայքարում, այո Սիթին խաղարկում է ստանդարտը Պողոսյան շատ լավ փոխանցում էր այստեղ բայց Չուխաջյանը վերջի պահին շեղեց գնդակի ուղղությունը ու այն դուրս եկավ անկյունային արվածի հիմա անկյունային կիրասնի Մանչեսթեր Սիթին Արշակ Պողոսյանն է խաղարկում գնդակը Գաբրիելյանի հետ Նարեկ Սարգսյան վտանգավոր է Սարգսյան բայց ում էր ուղղված այս փոխանցումը Ալավերձյանի մոտ է գնդակը նույն կերպով փորձեց Արվածել դարպասի ուղղությամբ, բայց կրկին չստացվեց այստեղ Վլադիմիր Ալավերձյանի կատարած արվածը։ Խլղացյան Բարձր փոխանցում կատարեց դեպի Արտուր Ալավերձյանը, Նարեկ Սարգսյանն է ստանում գնդակը Ալավերձյանից, Գաբրիելյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Անատոլի Գաբրիելյանը, գուցե Արված է, բայց արդեն փակվեց ճանապարհը Գաբրիելյանի, Արաքելյան, կրկին Պողոսյան, Ծախից կա Խլղացյանի տարբերակը կատարեց փոխանցում։ Խլղացյան, մնաց գնդակով առաջին Խլղացյանը, հիմա ազատվեց գնդակից ուղարկելով այն Արաքելյանի ուղղությամբ ու շարժվում է առաջ Արտաշես Արաքելյանը։ Բայց այստեղ Պապիկյանը հեռացեց գնդակը ու Եզիսկը նետի Սիթին։ Պողոսյան շարժում է առաջ գնդակով Պողոսյանը լավ էր նկատել այստեղ Անատոլի Գաբրիելյանին, բայց փոխանցումը չհասավ նրան հիմա էլ Ալավերձյանը հաջող կերպով չկարողացավ կասեցնել գնդակը ու նորից խորքից գրոհ են ասում Սիթիի ֆուտբոլիստները ձախ եզրով այս դեպքում Նարեկ Սարգսյան հարված դարպասի ուղղությամբ ու այստեղ Պողոսյանը լավ գործեց հեռացնելով գնդակը շատ վտանգավոր հարված կատարեց Սարգսյանը, բայց տեղում էր դարպասապահելի Պողոսյանը ու հիմա անկյունային կիրասնի արդեն Մանչեսթեր Սիթին խաղարկում է կրկին Վարդանյանը գնդակը Պողոսյանի հետ Ալավերձյան Կեփետ փոխանցում դեպի Արտաշես Արաքելյանը վերջինս էլ գնդակ ուղարկում է դարպասապահ Մուրադյանի ուղղությամբ բայց այստեղ սխալվեց Մուրադյանը հիմա Ալավերձյանն է խլել գնդակը հարված ու Վլադիմիր Ալավերձյանի հարվածից հետո էլ Խլղացյանը իր վրա ընդունեց գնդակը Պապիկյան ու անկյունային հարված վաստակեց այստեղ Պապիկյանը Չելսիի համար Պապիկյան կա փոխանցումը, բայց այստեղ նորից Խլղացյանը վերահսկում էր իրավիճակը ու կարողացավ շատ հաջող փոխանցում կատարել Գաբրիելյանի ուղղությամբ, բայց այստեղ Չուխաջյանը խանգ արեց ամեն դեպքում թիկունքից Գաբրիելյանին ու թույլ չտվեց հարված կատարել, հիմա անկյունային հարվածի հնարավորությունը վաստակել Մանչեսթեր Սիթին իսկապես հաջող փոխանցում հետևեց ու Գաբրիելյանը հիմա միայնակ է մնացել դարպասապահի դիմաց, բայց թիկունքից վերջին պաշտպանը Չելսի կարողացավ շեղել գնդակի ուղղությունը, այստեղ փոփոխություն տեղի ունեցավ Չելսի կազմում, Պապիկյանի փոխարեն Գինոսյանը մտավ խաղադաշտ ու հիմա խաղարկված է անկյունայինը Խլղացյանն է ձախ եզրում ստանում գնդակը, Խլղացյան գուցե հեռվից հարված կատարի Խլղացյանը այդպես էլ արեց, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Խլղացյանի կատարած հարվածը Եվս մեկ փոփոխություն Չելսիի կազմում, Հարությունյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Գրիշա Գրիգորյանը Խորքից փոխանցում, վտանգավոր է Պողոսյան Սմբատ Պողոսյան հարված անդրադարձ եղավ այստեղ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային հարվածի մակիրասնի Չելսին, այո, բավական վտանգավոր են ստացվում երկու թիմերի հակագրոնները հատկապես այս րոպեներին, բայց առայժմ հանդիպան մեկտարկից 12 րոպե անցել է և չունենք խփված գնդակ այս խաղում
Պողոսյանն իրացնելու անկյունային հիմա էլ ցածից փոխանցում հետևեցու Նարեկ Սարգսյանը կարողացավ հեռացնել գնդակը, բայց այն կրկին Չելսի ֆուտբոլիստերի մոտ է Գրիշա Գրիգորյան։ Այստեղ էլ կարողացան չեզոքացնել վտանգը City ֆուտբոլիստները, հիմա նորից խլում է Չելսին գնդակը մրցակցից, Պողոսյան բարձից դեպի Տուգանային հրապարակ, բայց Արաքելյանն է այստեղ էլ հաջող պաշտպանվում։ Նորից գնդակով Չելսին է, Գինոսյան վտանգավոր է փոխանցում ու Մուրադյանը այստեղ հեռացեց գնդակը։ Հարված չէր սա ամենայն դեպս Գինոսյանի կատարման փոխանցում էր հետևում, բայց որքան վտանգ ներկայացեց այս փոխանցումը իրենից։ Ու հիմա արդեն Եսից պետք է ներեն Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստերը, Պողոսյանը կատարում է եզային նետում, Խլղացյանն է առաջ շարժվում գնդակով, նորից Պողոսյանին ուղարկեց այն, Ալավերդյան, լավ էր մտածել Ալավերդյան այստեղ, բայց Գրիշա Գրիգորյանը կանգնեց գնդակի առջև ու թույլ չտվեց, որպեսզի փոխանցում հասնի Անատոլի Գաբրիելյանի ուղղությամբ, ու այստեղ կարայո խաղի կանոնների խախտում։ Հիմա խոտացածքին է հայտվել Արտուր Ալավերդյանը, տեսնենք ինչ է պատահել նրան։ Նոր դրանից հետո արդեն պարզ կդառնա, որ ուղղությամբ է ստանդարտը նշանակված, հիմա փոփոխություն Մանչեսթեր Սիթիի կազմում տեղի ունեցավ, այն էլ կրկնակի փոփոխություն Ալավերդյանի ու Գաբրիելյանի փոխարեն հանդիպումը կշարունակեն Բուբան ու Գիգոլյանը։ Ու տեսնենք արդեն այս ստանդարտ ինչպես կիրացնի Մանչեսթեր Սիթին, Խլղացյանն է գնդակի մոտ, կա մրցավարի Սուլիչը։ Խլղացյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ կրկին հեռացնում են գնդակը Չելսիի պաշտպանները և Եսից կնետի Սիթին, Գիգոլյանն է կատարում եզային հետում, Արաքելյանն ընդունեց գնդակը, կրկին Գիգոլյանի հետ է խաղարկում այն, Պողոսյան, կա Վարդանյանի տարբերակը այստեղ փորձեց միայնակ անցում կատարել Պողոսյան, այս դեպքում չստացվեց, Գիգոլյան հետ փոխանցում Արաքելյանի ուղղությամբ ու գրոյի տեղափոխությունը արդեն հակառակ եզր։ Խլղացյանն է այստեղ, խորքից շատ լավ նկատեց Գիգոլյանին, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց նրա կատարած փոխանցումը, հիմա էլ Գինոսյանը չկարողացավ ընդունել գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կրունկով շատ լավ այստեղ թողեց Գիգոլյանը գնդակը Պողոսյանին, բայց այստեղ երկու դեպքում էլ Արմեն Ասատրյանը հաջող կարողացավ պաշտպանվել, Ճուխաջյանը հետ փոխանցում դեպի դարպասապա Պողոսյանը ու հեռացեց գնդակը Պողոսյանը, բայց այն նորից Սիթիի ֆուտբոլիստների մոտ հայտնվեց, այստեղ էլ կար խաղի կանոնների խախտում Բուբայի դեմ պայքարում Պողոսյանի կողմից ու նորից ստանդարտ է իրացնում Մանչեսթեր Սիթին։ Խլղացյանն է գնդակի մոտ, նա հեռատարածություններից սիրում է դառնալ գոլի հեղինակ, ուղարկել գնդակը մրցակիցների դարպասը, տեսնենք այս դեպքում ինչպես կստացվի, կա մրցավարի Սուլիչը, Խլղացյան հարված ու այստեղ Վարդանյանը շեղեց գնդակի ուղղությունը դեպի Սարգսյանը, վերջինս էլ բացում է հանդիպան հաշիվը 1-0 Սիթին առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Նարեկ Սարգսյան 1-0 Սիթին բացում է հանդիպան հաշիվ ու հիմա արդեն Չելսին բնականաբար կփորձի առաջի խաղակեսում վերականգնել հաշվի հավասարությունը, բայց դա այքան էլ չի լինելու, հիմա ուժեղ փոխանցում հետևեց առաջ ու Մուրադյանը վերցեց գնդակը, քանի որ առաջի խաղակեսին էլ քիչ խաղաժամանակ է մնացել, 5 րոպեից մի փոքր ավելին ու սա կարծում եմ շատ բարդ կլինի լուծել այս խնդիրը Սիթիի դեմ խաղում, իհարկե այս կարճ ժամանակահատվածի մասին է խոսքս, երբ վերել այդ գնդակը, հիմա նորից գնդակով Սիթիի ֆուտբոլիստներն են, Արաքելյան և հետ փոխանցում դեպի դարպասապա Մուրադյանը, Խլղացյան
Խաղարկում են այստեղ գնդակը City ֆուտբոլիստները, բայց Chelsea-ն կարողացավ խլել գնդակը, Ասատրյանն էլ ուղարկում է գնդակը Գինոսյանի ուղղությամբ, բայց այստեղ Բուբան շատ հաջող կարողացավ պաշտպանվել ու հեռացնել գնդակը, հիմա էլ Չուխաջյանը փորձեց կանգնել գնդակի առջև, բայց այն մնաց City ֆուտբոլիստների մոտ, Վարդան Վարդանյան դեպի աջ է ուղարկում գնդակը Գիգոլյանն է, այստեղ կրկին Վարդանյանի հետ խաղարկեց, փորձեց ստանալ նրանից պատասխան, փոխանցում լավ էին մտածել City ֆուտբոլիստները, բայց փոխանցումը չհասավ այս դրվագում, Ասատրյանն է հիմա էլ առաջ շարժվում, գրոհի է անցել Chelsea-ն, Արսեն Ասատրյան, բայց այստեղ Պողոսյանը շատ հաջող կարողացավ պաշտպանվել, ուղարկում է գնդակը Վարդանյանի ուղղությամբ, Գիգոլյան, Վարդան Վարդանյան, Բուբա, հաջող գործեց այստեղ Բուբան, շատ լավն էր փոխանցումը Վարդանյան 2-0, City-ն կրկնապատկում է իր առավելությունը։ Վարդանյան 2-0 խաղակեսի վերջնամասում City-ն խփում է երկրորդ գնդակը նաև ու հիմա արդեն էլ ավելի բարդացնում Chelsea-ի խնդիրը։ Հիմա ես իսկ նետեն Chelsea-ի ֆուտբոլիստները գնդակը, այո, արդեն պետք է մտածի Chelsea-ն այս ամենի ուղղությամբ, երկու գնդակ զիջում է մրցակցին եւ առայժմ այս վերջին մի քանի րոպեներին դեռ հարված չի հետևել Վայե Մուրադյանի դարպասի ուղղությամբ։ Պապիկյան շատ հաջող էր, Պապիկյանի անցումը վտանգավոր էր, բայց այստեղ Պապիկյանի փոխանցումը չանցավ, չնայած փորձեց ամեն ինչ անել այս դրվագում Պապիկյանը ու կարողացավ վաստակել առավելագույնս այս դրվագում։ Հիմա եզից կնետեն Chelsea ֆուտբոլիստները։ Կատարված է եզրային նետումը, Պողոսյան, Չուխաջյան, նորից Պողոսյան, լավ անցում ստացվեց այստեղ Սմբատ Պողոսյանի կատարմամբ, բայց Խլղացյանը թույլ չտվեց իրեն շրջանցել ու հեռացեց գնդակը անկյունային կիրասի Chelsea-ն, այո, եթե մի պահ պատկերացնենք, որ Chelsea-ն մի ճնտմիշման գնալը կարողանա մեկ գնդակ ետ բերել, ապա էլ ավելի լարված ու հետաքրքիր կմեկտարկի երկրորդ կեսը, Պապիկյանն է իրացնում հենց անկյունայինը, Ասատրյանն ու հիմա նորից չի ստացվում Արսեն Ասատրյանի մոտ, վրիպեց շատ ավելի ու ավելի նպաստավոր դիրքից հիմա Ասատրյանը իհարկե հասկանալի է լարվածությունը իր դերը գործում է այս դրվագում, կարծում եմ շտապեց, եթե նրան խաղանքերները թեկուզ մի պահ հուշեին, որ թիկունքից այդ պահին չկար խանգարող, իհարկե կարող էր ավելի լավ հարված կատարել դարպասի ուղղությամբ, բայց դա մնաց արդեն անցյալում Պողոսյան, այստեղ Գրիգորյանը խլեց գնդակ ու շարժվում է առաջ, Գրիշա Գրիգորյան ու ինչ էր գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից, այո, եզից կնետեն City ֆուտբոլիստները։ Խլղացյան, հեռացված է գնդակը այստեղ, բայց այն բաժին հասավ Ռոման Գինոսյանին, վտանգավոր է Պապիկյան, Գինոսյան փոխանցում, բայց այստեղ մի փոքր անաչող ստացվեց այս փոխանցումը Պապիկյանի համար, իհարկե ուժեղ կատարեց Գինոսյան այս փոխանցումը ու հարված կլինի Մուրադյանի դարպասից, խաղարկում են գնդակ այստեղ City ֆուտբոլիստները, Արաքելյանն է կրկին գնդակով, շատ լավ փոխանցում հետևեց դեպի Բուբան, Վարդան Վարդանյան, Պողոսյան, տեսնենք այս գրոհ ինչ կտա Manchester City-ին, Պողոսյան, փոխանցում ու այստեղ Սարգսյանը փորձեց թողնել գնդակը չդիպչելով գնդակին, բայց Պողոսյանը կռահել էր գնդակի ուղղությունը ու կարողացավ հեռացնել, այո, եթե շեղեր գնդակի ուղղությունը Ռոմիկ Սարգսյանը, ապա հնարավոր է այստեղ գնդակը հայտնվել Էրիկ Պողոսյանի դարպասում, բայց փորձեց չընդհատել գնդակի ընթացքը Սարգսյանը ու այս դեպքում դարպասապա Պողոսյանը կարողացավ հեռացնել այն։ Վարդան Վարդանյան, նորից շատ հաջող փոխանցում տեսանք դեպի Բուբան։ Բուբան, Արաքելյան։ Մուրադյանն է ուղարկում գնդակը Խլղացյանի ուղղությամբ։
Նորից Մուրադյան եւ դեպի աջ որտեղ Արտաշես Արաքելյանն է Արաքելյան լավն է փոխանցումը բայց այստեղ խաղանկերները չարձագանքեցին գնդակին Վային դուրս եկավ դաշտի սահմաններից Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց կարճատև դադարվորից հետո կվերադառնանք Սիրելի ֆուտբոլասերներ մեկ տարկում է Չելսին ընդդեմ Մանչեսթեր Սիթի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-0 օգուտ Սիթի ֆուտբոլիստերի նախ կարողացավ Նարեկ Սարգսյանը բացել հանդիպման հաշիվը այնուհանդերձ հիմա վտանգավոր է բայց Մուրադյանը կարողացավ հեռացնել գնդակը այստեղ Շատ լավն էր փոխանցումը դեպի Պապիկյանը դժվարանում եմ ասել արդյոք շեղեց գնդակի ուղղությունը Պապիկյանը թե ոչ բայց շատ վտանգավոր պահ ունեցավ Չելսին հենց խաղակեսի մեկնարկում այո կարողացավ Սարգսյանը բացել հանդիպան հաշիվը այնուհանդերձ Վարդան Վարդանյանը Ռոպեներ անց կրկնապատկեց Սիթի առավելությունը ու թիմերը պիշման գնացին հենց այդ հաշվի պարագայում հիմա երկրորդ կեսում տեսնենք ինչ կփորձեն անել թիմերը Բուբա հասի արդյոք այս գնդակին հասավ ու պահեց գնդակը դաշտի սահմաններում կատարեց նաև փոխանցում բայց այստեղ Պողոսյանը վերցեց գնդակը հիմա էլ նետում է Սմբատ Պողոսյանի ուղղությամբ Չելսին ակտիվ է մեկտարկել երկրորդ խաղակեսը բայց այստեղ Արաքելյանը հեռացեց գնդակը եկեք եւս մի պա արագորեն ծանոթանանք թիմերի մեկտարկային Կազմնից սկսենք Չելսիից Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Սմբատ Պողոսյան համար 6 Գրիշա Գրիգորյան համար 7 Արմեն Ասատրյան համար 8 Ռոման Գինոսյան համար 9 Ժիայ Պապիկյան համար 10 Արսեն Ասատրյան համար 11 Էրիկ Հարությունյան համար 17 Հովսեփ Գևորգյան համար 18 Տիգրան Չուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99 Բուբա հեռացված է գնդակը եկեք ծանոթանանք նաեւ Սիթի հայտացուցակին Վահե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1 Սիլա Բուբա համար 2 Ռոբերտ Խլղացյան համար 4 Արտաշես Արաքելյան համար 5 Ռոմիկ Սարգսյան համար 6 Անատոլի Գաբրիելյան համար 7 Հարությունյանն է թունում գնդակը հարվածում դարպասին ու այստեղ դարպասաձողնի օգնության գալիս արդեն Սիթի ֆուտբոլիստերին ինչ վտանգավոր հարված տեսանք այստեղ Հարությունյանի կատարմամբ Անատոլի Գաբրիելյան համար 7 շարունակեմ Սիթի կազմը ներկայացնել Գարիկ Գիգորյան համար 10 Վարդան Վարդանյան համար 11 Արշակ Պողոսյան համար 14 Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77 Խլղացյան խորքից շատ լավներ փոխանցումը դեպի Ալավերդյանը վերջինս էլ ուղարկեց գնդակը Նարեկ Սարգսյանի ուղղությամբ բայց այստեղ Արմեն Ասատրյանն է հաջող պաշտպանում Սարգսյան մնաց գնդակով այս դեպքում Սարգսյանը ուղարկում է Խլղացյանին վերջինս էլ Ալավերդյանին փորձեց արձակել գնդակը բայց Ստացվեց ու հիմա Ասատրյանի գրոյի տեղափոխությունը շատ հաջող ստացվեց դեպի Աչեզեր Գինոսյան մտավ Տուգանային հրապարակի մատույցերը ու այստեղ Արաքելյանը փակեց Գինոսյանի առաջ խաղացումը անկյունային իրացի հիմա Չելսին Պապիկյանն է տեղադրում գնդակային իրացնելու համար կա բարձից փոխանցում դեպի Պողոսյանը բայց այստեղ Նարեկ Սարգսյանը հեռացեց գնդակը հասավ գնդակին հիմա Սմբատ Պողոսյանը ու խորքից կսկսի արդեն Չելսի հերթական գրող Արմեն Ասատրյան Բուբան հիմա էլ փակեց Ասատրյանի փոխանցման ճանապարհը ու դարպասապա Պողոսյանը ուղարկում է գնդակը Գրիշա Գրիգորյանի ուղղությամբ այո ակտիվացել է Չելսին երկրորդ խաղակեսի հենց մեկ տարկում ու եթե կարողանան այս ֆոնին մեկ գնդակ հետ բերել Չելսիի ֆուտբոլիստները ապա հանդիպումը պարզապես էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կդիտենք Գիգոլյան այստեղ փոխանցման առաջին արձագանքեց Չուխաջյանը հետո չհասկացան Չելսի երկու ֆուտբոլիստեն միմյանց ու գնդակով մնաց հիմա Սիթին Բուբա չանցավ հիմա էլ Բուբայի փոխանցումը բայց գնդակը բարեբախտաբար Սիթի համար մնաց Բուբայի մոտ ու գրոյի տեղափոխություն Աչեզեր Խլղացյանն այստեղ ընդունում գնդակ ու շարժում առաջ Արտուր Ալավերդյան Նարեկ Սարգսյան Նորից Խլղացյանին ուղարկեց գնդակը Սարգսյանը ստացավ նրանից պատասխան փոխանցումը եւ այստեղ սխալու հիմա Չելսին հնարավորություն ունի կրճատելու հաշիվը Սմբատ Պողոսյան ինչու այսքան ձգձգել Սմբատ Պողոսյանը ավելի շուտ պետք է հարված կատարել Չարվածեց Պապիկյանը կատարեց փոխանցում, բայց ինչու միանգամից չարվածեց Պողոսյանը դարպասին, իհարկե հասկանալի է նրա մտադրությունը փորձեց միանգամից
մի քանի մրցակցի այդ հնարքով խապել նոր հարված է դարպասի ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա Գինոսյանն է գնդակով ու հիմա էլ փակվում է Գինոսյանի փոխանցման ճանապարհը, Արաքելյանն է շարժվում առաջ։ Կուբա Ռոմիկ Սարգսյան այստեղ խախտեց Շուխաջյանը խաղի կանոնները Սարգսյանի դեմ պայքարում, այո, ու հիմա մրցավարը տեղին քարտը ցույց տալիս Արմեն Ասատրյանին մրցավարի հետ վիճելու համար։ Խաղարկում է Սիթին գնդակը, Արաքելյան ուղարկում է գնդակը Աչեզեր, Խլղացյանն է առաջ շարժում։ Գնդակով լավ է նկատել Սարգսյանին, բայց փոխանցումը չհասավ նրան։ Պողոսյան։ Ու հիմա ես իսկ նետի արդեն Չելսին Պողոսյան ուղարկում է գնդակը Չուխաջյանին, նորից ստացավ գնդակը Չուխաջյանից կրկին խաղարկեց նրա հետ ու արդեն դեպի աջ է փոխանցում հետևում, որտեղ Գրիշա Գրիգորյանն է գնդակով Գինոսյան հետ փոխանցում կատարեց դեպի դարպասապա Պողոսյան ու Պողոսյանը խորքից կսկսի Չելսիի հերթական գրոհը Պողոսյան դեպի Գինոսյանն է կատարում նորից փոխանցում, բայց այստեղ չհասավ գնդակը նրան, հեռացված է հիմա գնդակը Սիթիի ճուգանային հրապարակից, բայց Գրիշա Գրիգորյանը այստեղ առաջինն է արձագանքում գնդակին, Սմբատ Պողոսյան, Էդիկ Պողոսյան, նորից Սմբատ Պողոսյան ու շարժվում է առաջ գնդակով Պողոսյանը, անցավ մեկ մրցակցի այստեղ, Պողոսյան լավ արագացում է զարգացել այստեղ Սմբատ Պողոսյանը, բայց Բուբան այստեղ խախտեց այո խաղի կանոնները Պողոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ հիմա տիրացնի Չելսին, Ժիայ Պապիկյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում Գինոսյան ու նորից չի ստացվում հիմա էլ Գինոսյանի հարվածը այնպես ինչպես հարկն է իհարկե եթե ավելի լավ հարված հետևեր Գինոսյանի կատարմամբ կարող էր գրավել դարպասայից դրվագում, դա տեղի չունեցավ, Նարեկ Սարգսյան լավ փոխանցում հետևեց դեպի Ալավերդյանը ու այստեղ Չուխաջյանը հաջող կարողացավ պաշտպանվել հեռացնելով գնդակը դաշտի սահմաններից դուրս Ալավերդյան կատարում է եզրային նետումը Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ էլ Ասատրյանն է կարողանում հեռացնել գնդակը ու ես նորից կնետի Սիթին Մուրադյան դեպի ձախ փոխանցում հետևեց Արաքելյանն է այստեղ Խլղացյան ու Սարգսյանն է խաղարկում գնդակը Խլղացյանը հիմա արդեն հեռացված է գնդակը, բայց այն փոխանցում ստացվեց Արտուր Ալավերդյանի համար Հարությունյան շատ հեռու թողեց այստեղ Հարությունյանը գնդակը ու արված կլինի արդեն Սիթի դարպասից այո ես առաջի կեսում նշեցի մրցաշարային աղյուսակում տիրող պատկերը հիմա եկեք մի պահ ևս մեկ անգամ նայենք աղյուսակին որտեղ իսկապես շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվում Գինոսյանն է գնդակով շատ լավներ փոխանցումը, բայց Խլղացյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին եւ այսպես Սիթին հաղթանակի դեպքում հավասարվում է Յուվենտուսին եւ Նյուքասլին ունենում են 3 թիմերն էլ 5-ական հանդիպումից հետո 15-ական միավորներ իրենց ակտիվում եւ 3 միավոր զիջում են առաջատար Վոտֆորդին իհարկե հիշեցնում եմ դեռ 3 թիմերն էլ 1 հանդիպում պետք է անցկացնեն խաղերի քանակով Վոտֆորդին հավասարվելու համար Վոտֆորդը բոլորից 1 հանդիպում ավել ունի անցկացած իսկ Չելսին այս պայն 8 միավորով եւ Պարտության դեպքում իհարկե շատ էլ ավելի կբարձրացնի խնդիրը մրցաշարային աղյուսակում, այնպես չէ որ ծայրահեղության է հասնում Չելսին պատկերը, բայց իհարկե ամեն խաղում պետք են միավորներ, Բուբա գեղեցիկ էր այս ամենը, բայց այստեղ գնդակը չհասավ Սարգսյանին, շատ լավ խաղարկեցին Ալավերդյանն ու Բուբան գնդակը, բայց դեպի Սարգսյանը փոխանցում կատարեց Բուբան ու գնդակը հեռացեցին Չելսիի պաշտպանները, այո Չելսին
Կամանա 8 միավորով 8-րդ հորիզոնականում մրցաշարային աղյուսակում նրան իհարկե ոչ ոք այս տուրից հետո չի շրջանցի, բայց նույնիսկ ոչ ոքի արդյունքի դեպքում պատկերացնում եք Չելսին հնարավորություն կունենա 8-րդ հորիզոնականից միանգամից քայլ կատարել դեպի 5-րդ հորիզոնական, իհարկե շրջանցել մրցակիցներին, միայն կշրջանցի Մոնցային, որը գտնվում է 7-րդ հորիզոնականում ու կհավասարվի Ատալանտային եւ Կադիսին, ովքեր ունեն վաստակած 9-ական միավորներ, Պապիկյան հիմա հեռացված է գնդակը, բայց գնդակը կրկին City ֆուտբոլիստերի մոտ է Բուբա լավ ազատվեց մրցակցի վերահսկողությունից, բայց հարված այստեղ անհաջող ստացվեց Բուբայի Նինա Պողոսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Ասատրյան, նորից Պողոսյան դեպի աջ փոխանցում Գրիշա Գրիգորյանն է շարժվում առաջ գնդակով Պապիկյանին ուղարկեց գնդակը բայց գնդակը Պապիկյանի իր մոտ շատ լավ փոխանցում Գինոսյանին, բայց այստեղ Հարությունյանի շանցավ գնդակը դեպի հետ կրկին ու արդեն City-ն է նետվում առաջ Գիգոլյան արկելակեց այստեղ ուղարկեց Սարգսյանին գնդակը Սարգսյանն էլ հաջող փոխանցում կատարեց դեպի Ալավերդյանը, բայց այստեղ մաքուր գործեցին Չելսիի ֆուտբոլիստները Սմբատ Պողոսյան վտանգավոր է Պողոսյան 2-1 Չելսին 1 գնդակ հետ է բերում Սմբատ Պողոսյան 2-1 այո Չելսին կարողանում է 1 գնդակ հետ բերել իհարկե այս ընթացքում շատ ծանր վնասված ստացավ Մանչեսթեր Սիթիի պաշտպան Ռոբերտ Խլղացյանը իհարկե չկար խաղի կանոնների խախտում, բայց սա անկում կատարելուց Խլղացյանը կարծես ձգեց մկանը ու հիմա նրան օգնություն են ցուցաբերում դաշտից դուրս հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի Խլղացյանի հետ ու եթե ոչ այս հանդիպումը, ապա առաջիկա հանդիպումներում նա կարողանա օգնել Մանչեսթեր Սիթիին իհարկե շատ կարևոր ու առանձնահատուկ ֆուտբոլիստ է Խլղացյանը Սիթիի կազմում եւ հուսանք, որ վնասվածքը էլ ավելի չի բարդանա հիմա Չելսին նորից գրոհի անցնում Չուխաջյանն է գնդակով ուղարկեց այն Պապիկյանի ուղղությամբ դեպի Տուգանային հրապարակ Ալավերդյան այստեղ երկրորդ հարկում պայքարեց ու հաղթող դուրս եկավ, բայց հարված չստացվեց, հետո էլ փոխանցում, եթե որպես այդպեսին համարենք դա տեղի ունեցավ, ապա դարպաս, ապա Մուրադյանը վերցրեց գնդակը, Գիգոլյանն է այստեղ, հետ փոխանցում Նարեկ Սարգսյանին, ու Սարգսյանը գնդակը ուղարկում է Աշեզր Պողոսյանն է այստեղ առաջ շարժվում գնդակով, արկելակեց, դեպի կենտրոն է շարժվում հիմա Պողոսյանը ու ուղարկեց գնդակը Նարեկ Սարգսյանին, Սարգսյան լավ էր նկատել Բուբային, բայց այստեղ փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց Պողոսյանն է խլում գնդակը մրցակցից դեպի աջ Պապիկյան Չուխաջյանին ուղարկեց գնդակ ու շարժվում է առաջ Պապիկյանը ստացավ պատասխան փոխանցումը նրանից, բայց այստեղ էլ Բուբան կանգնեց գնդակի ճանապարհին այն մնա Ջիայ Պապիկյանի մոտ վտանգավոր է կա փոխանցումը, բայց այստեղ չկար ոչ ոք որպեսզի հարված կատարել դարպասի ուղղությամբ Պողոսյան Նորից Պապիկյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ արդեն անհաջող ստացվեց Պապիկյանի փոխանցում ու Արաքելյանը հեռացնում է գնդակը, բայց այն չհասավ Ռոմիկ Սարգսյանին։ Չելսին ակտիվացել է խփած գնդակից հետո հիմա նետվում է առաջ Աչեզով Գրիշա Գրիգորյան, կա Պապիկյանը առջևում Գրիգորյանը կատարեց փոխանցում նրան։ Պապիկյան դեպի Տուգանային հրապարակ, բայց Պողոսյանն էլ այստեղ էր ու հեռացեց գնդակը, Գիգոլյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց այն Արմեն Ասատրյանն էլ հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս ու եզից կնետեն արդեն City ֆուտբոլիստները փոփոխություն այս ընթացքում Manchester City-ի կազմում Վարդան Վարդանյանն է վերադառնում խաղադաշտ Գիգոլյանի փոխարեն Ոյս Վարդանյանն էլ կատարում է եզային նետում Բուբայի ուղղությամբ
Ուբա բայց այստեղ Չուխաջյանը մաքուր խլում կատարեց Պապիկյանն էլ ուղարկեց գնդակը Ալավերդյանին վտանգավոր է այստեղ Արսեն Ասատրյանն էր Չելսի կազմում գնդակի մոտ բայց անդրադարձից հետո հաջող չկասեցեց գնդակը Պողոսյան Ուբային է ուղարկում գնդակը Ուբան էլ դեպի ձախ Նարեկ Սարգսյանն է շարժվում առաջ գնդակով Վարդան Վարդանյան Շատ լավ փոխանցում կատարեց Սարգսյանին, տեսնենք Սարգսյանին որոշում կկայացնի այս դրվագում, հարված դարպասի ուղղությամբ ու Պողոսյանը հեռացնում է գնդակը, հիմա էլ փոխանցում հետևեց, բայց այստեղ չկար ոչ մի ֆուտբոլիստի կազմում, որպեսզի եզրափակեր այս փոխանցումը, իսկ Պապիկյանը լավ էր մտածել այս դրվագում, բայց փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց։ Ու հիմա էլ գնդակը Պողոսյանից դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետի Manchester City-ին Ասատրյան կարողացավ այստեղ հեռացնել գնդակը Արմեն Ասատրյանը, բայց իհարկե այն բաժին հասավ City ֆուտբոլիստերին, հիմա էլ տեսնենք ինչ է պատահել Ռոմիկ Սարգսյանին Բախում եղավ նախորդ դրվագում Ասատրյանի հետ, բայց ամեն ինչ կարգին է Սարգսյանի հետ, նա կրկին խաղադաշտում է, հիմա արդեն վերջկսվում է հանդիպումը, Մուրադյանը խաղարկում է գնդակը Արտաշես Արաքելյանի հետ, իհարկե մեկ գնդակի առավելության վրա պետք չէ հիմնվել, սա խոսքս վերաբերվում է Manchester City-ին եւ նրանք քաջ գիտակցում են, իսկ Chelsea-ն կարծում են, որ իհարկե խփած գնդակից հետո էլ ավելի մեծ նպատակներ ունի այս հանդիպման հետ կապված, այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետեն Chelsea ֆուտբոլիստերը Չուխաջյանն է կատարում եզային նետում Գրիգորյանի ուղղությամբ 10 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը Հալապյան ներողություն այստեղ Պողոսյանն էր գնդակով Ասատրյան դեպի աջ փոխանցում, բայց այստեղ էլ Վարդանյանն է կրունկով կարողանում է հեռացնել գնդակը Գրիշա Գրիգորյան Նորից Պապիկյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ չստացեց Պապիկյանի մոտ փոխանցում կատարել, չնայած գնդակը հասավ Գրիշա Գրիգորյանին ու շատ հաջող գործեց այստեղ Գրիգորյանը, Չուխաջյան, նորից Գրիգորյան, Պողոսյանի տարբերակը կայարվում, բայց իհարկե բար կլիներ գնդակը հասցեագել նրան, իսկ գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից ու եզից կնետեն Manchester City ֆուտբոլիստերը։ Նարեկ Սարգսյան Սարգսյան հասցրեց հեռացնել գնդակը այլապես կորցնելու դեպքում բավական վտանգ կսպառնար դարպասի ուղղությամբ։ Սմբատ Պողոսյան, առայժմ Chelsea միակ գնդակի հեղինակն է։ Գնդակով փոխանցում դեպի Ալավերդյանը, բայց այստեղ փորձեց հարված կատարել դարպասի ուղղությամբ ու չստացվեց դա Վլադիմիր Ալավերդյանի մոտ։ Ուբա Հետ փոխանցում, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու անկյունային հարված կիրասի արդեն Chelsea-ին, Պապիկյանն է կրկին տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար։ Չիայ Պապիկյան կա փոխանցումը, բայց այստեղ փոխանցմանը եզրափակող չկար Chelsea ֆուտբոլիստերի կազմում, Պողոսյանն էլ ուղարկեց առաջ գնդակը, բայց դարպասապահերիկ Պողոսյանը վստահ գործեց այս դրվագում հեռացնելով գնդակը եզից կնետի Manchester City-ն այո հանդիպումը էլ ավելի լարվում է գնալով, հետաքրքրանում է բնականաբար իհարկե City-ն այս պայն առաջնության այն 4 թիմերից միակն է, ով ունի 100%-անոց արդյունք, բոլոր հանդիպումները հաղթել է, Chelsea-ն էլ բնականաբար փորձում է էլ ավելի ապահովել իր դիրքը մրցաշարային աղյուսակում ու հիմա մեկ գնդակ է բաժանում Chelsea-ն առնվազն ոչ ոքի արդյունքից շատ լավներ այստեղ Պողոսյանի փոխանցումը դեպի Գրիգորյանը փոխանցում ու Արտուր Ալավերդյանն է հիմա էլ Սահակյան գնով հեռացնում գնդակը անկյունային հարված կիրացնեն Chelsea ֆուտբոլիստները, բայց հիմա տեսնենք ինչ է պատահել Ալավերդյանին Փոխարինվում է Ալավերդյանը Պապիկյանն է գնդակի մոտ, այո, հիմա էլ Ալավերդյանին են օգնություն ցուցաբերում Պապիկյան կա փոխանցում ու Մուրադյանը այստեղ կարողացավ վերցնել գնդակը Գիգոլյան Սարգսյան, բայց այստեղ մի փոքր
Անաջող ստացվեց փոխանցում ու Պապիկյանը կրկին շարժում է առաջ աչ եզով գնդակով Պապիկյան ցածրից այս անգամ էլ փոխանցում էր կատարում դեպի Ալավերդյանն ու Նարեկ Սարգսյանը կանգնեց գնդակի առջև հիմա էլ ստացավ պատասխան փոխանցումը խաղընկերոջից ու շարժում է առաջ Սարգսյանը լավ էր անցումը Նարեկ Սարգսյանը հարված ու շեղությամբ է ստացում Սարգսյանի կատարած հարվածը լավն էր անցումը լավն էր պատխաղարկումը բայց վերջին հարվածը դիպուկ չստացվեց ու հարված կլինի Մանչեսթեր ներողություն Չելսի դարպասից արագորեն խաղարկում են Չելսի ֆուտբոլիստները գնդակը կրկին ձախ եզրով առաջ է շարժվում Սմբատ Պողոսյանը Պողոսյան երկու մրցակից է մի անգամից դիմավորել Պողոսյանին հասցրեց փոխանցում կատարել Ալավերդյանի ուղղությամբ ու ինչ է այստեղ Չկար արդյոք խաղի կանոնների խախտումը առայժմ չի սուլել մրցավարը Վարդան Վարդանյան գեղեցիկ էր անցումը ու վտանգավոր գրոհ է նետվել Սիթին ուղարկեց գնդակը Սարգսյանին Սարգսյանը դեպի Պողոսյանը չստացվեց հիմա էլ Վարդան Վարդանյանը Պողոսյանի փոխանցումից հետո փորձեց շրջադարձ հարված կատարել բայց անաջող ստացվեց Վարդանյանի կատարած հարված ու Ջուխաջյանը ուղարկում է գնդակը ձախ եզր Պապիկյանն է հիմա էլ արդեն այս դիրքում տեղ զբաղեցրել Շիայ Պապիկյան բայց այստեղ Արտաշես Առաքելյանը առաջին արձագանքեց գնդակին Բուբանը լայն պայես դաշտի սահմաններում ուղարկելով Գիգոլյանի ուղղությամբ Գիգոլյան կա փոխանցում Արչակ Պողոսյան հիմա էլ Պողոսյանի հարվածը չի ստացվում ինչ է կատարվում խաղադաշտում հիմա 1-1 ու Սխալներ են տեսնում խաղադաշտում իհարկե թիմերն էլ անում են հնարավորինս մոտենում են մրցակցի դարպասի ուղղությամբ բայց վերջնական հարվածը թիմերի կատարման առայժմ դիպուկ չի ստացվում հիմա փոփոխություն տեղի ունեցավ Չելսի կազմում Դինոսյանը վերադարձավ խաղադաշտ Պողոսյանի փոխարեն ու տեսնենք Սմբատ Պողոսյանի փոխարինումը իհարկե ինչ կտա Չելսի գործողություններում խաղադաշտում է հայտնվել Դինոսյան ու տեսնենք ինչ կփորձի անել հիմա այդ Պապիկյան ուղարկեց գնդակը Տուգանային հրապարակ բայց հեռացեցին Սիթի Տուգանայինից գնդակը հիմա էլ Ասատրյանն է հարվածում ու այստեղ եղավ անդրադարձ եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային կիասն հիմա Չելսին Պապիկյանն է գնդակի մոտ Պապիկյան կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Վարդան Վարդանյանը շատ հաջող գործեց ու շարժվում է առաջ Վարդանյան Վարդանյան երկու մրցակիցը միանգամից դիմավորել Վարդանյանին, բայց հենց Վարդանյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից շտապում է իհարկե Չելսին քիչ խաղաժամանակ է արդեն մնացել 3 րոպե հիմնական ժամանակի ավարտ ու Այդքան ունի իր տրամադրության տակ Չելսին հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար հիմա եզից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները Ջուխաջյան ուղարկում է գնդակը Ասատրյանին Վերջինս էլ ուղարկեց գնդակը Արմեն Ասատրյանի ուղղությամբ ու շարժվում են առաջ Չելսիի ֆուտբոլիստները իսկապես հիմա արդեն պետք է շտապել եթե ցանկանում է Չելսին միավոր վաստակել այս խաղում Ջուխաջյանն է գնդակով բայց փակ են այս պահի դրությամբ Վահե Մուրադյանի դարպասը տանող բոլոր ճանապարհները Գինոսյան ձախ եզրում է ընդունում գնդակը Գինոսյանը կա փոխանցում ու հիմա էլ Սարգսյանն է կարողանում հեռացնել գնդակը ինչ է կատարվում հիմա խաղադաշտում Ջուխաջյան Խորքից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ այստեղ Բուբան փորձեց հեռացնել գնդակը բայց անհաջող ստացվեց ու անկյունային կիասն հիմա Չելսին նորից Պապիկյանն է տեղադրում գնդակը Բարձից փոխանցում ու հիմա էլ Ալավերդյանի հարվածը չստացվեց Իհարկե հիմա չի շտապի դարպասապան Մուրադյանը հիմա արդեն ուղարկեց գնդակը Պողոսյանի ուղղությամբ նկատեց նրան միայնակ այդ իսկ պատճառով արագ փոխանցում կատարեց այս պատխաղարկումը գեղեցիկ էր բայց վերջում դարպասապահ Էրիկ Պողոսյանը հեռացեց գնդակը եզից հիմա կնետի Մանչեսթեր Սիթին Գաբրիելյան թողեց գնդակը Պողոսյանին
Բայց կարողացան Չելսի ֆուտբոլիստները այստեղ խլել գնդակ ու Վլադիմիր Ալավերդյանն է կատարում փոխանցում, բայց անհաջող ստացվեց այսօր Ալավերդյանի կատարած փոխանցումը։ Արաքելյան ուժեղ փոխանցում առաջ, բայց անհաջող ստացվեց այստեղ էլ Արաքելյանի կատարած փոխանցում ու Չելսին իր վերջին գրոներից մեկն է սկսում, եթե իհարկե փոխհատուցի մրցավարը խաղա ժամանակ, հիմնական ժամանակը արդեն սպառվեց, Պողոսյանը ուղարկում է գնդակը մրցակցի Տուգանային հրապարակ, բայց խլեցին գնդակը Սիթիի ֆուտբոլիստները ու հիմա եթե այս գրով կարողանան տրամաբանական ավարտին հասցնել ապա Սիթին կհեռանա իհարկե 3 միավորով, բայց դանդաղեցին այստեղ Սիթիի ֆուտբոլիստները Բուբա նորից Գաբրիելյանն է ուղարկում գնդակը Կրկին Բուբա ու եզից հիմա կնետի արդեն Չելսին Չուխաջան կատարում է եզրային նետումը Չելսին շտապում է վերջին վարքյաններն են հանդիպան Ասատրյան, բայց այստեղ չանցավ փոխանցումը հիմա նորից Ասատրյանին գնդակը բաժինացավ լավն էր այս փոխանցումը հիմա էլ Արաքելյանն է հեռացում գնդակը Ռոման Գինոսյան ու այստեղ Արաքելյանը փակեց գնդակի ճանապարհը եւ գնդակը անկյունային արված է նշանակում մրցավարը թե ոչ եզից պետք է նետի Չելսին Պապիկյան Ասատրյան կա փոխանցումը, բայց այստեղ չկար Չելսի ոչ մի ֆուտբոլիստ ու Բուբան շատ արագ հակագրոյի անցտուն հիմա 2-4-5-2-ի դիմաց նետվել է առաջ Սիթին, բայց ուժեղ էր այս փոխանցումը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ է լավ վարվում է ծանր խաղում, բայց ի վերջո Սիթին տարավ հաղթանակ ու վաստակեցին հերթական 3 միավորը կարճ դադար, որից հետո խաղային օրը մեզ ոչ շարունակվում է